22 տարի ապրում եմ Երկաթգծի հանրակացանում, 2 տարի է, որ հաշվանդոլանության թոշակի եմ անձել, վատ պայմաններով ապրում եմ, դիմացս մեր անհիգենիկ վիճակում, սա մեր ընդհանուր շենքի ջրի տեղն է, որից մենք վերցնում ենք խմելու ջուր, այդ ռետինե խողովակն է, մեր ջրի աղբյուրը։ 2010 թվականին ես զրկվեցի աշխատանքից իմ առողջական խնդիրների պատճառով։ 2013 թվականին ոտքի մեծ խնդրեմ ունեցա կաղության պատճառով, 2014-ից էլ աչքի խնդրեմ։ Մեր հանրակացանի տարածքը գտնվում է Հարավկովկասյան երկաթուղիների դեպոյի ներսում, 2 գծերի արանքում է, որը և սահմանափակում է ուղեփակոցով։ Ուղեփակոցը սահմանափակում է և մեր ներսու դուրսը, տարածք տուն։ Ես իրանց շատ եմ խնդրել, որ օգնեն ինձ, որպես հաշվանդամ գոնե նկատի ունենան, խնդրել եմ, որ բայց տեսնում եմ, որ արդեն 6-րդ ամիսն է, ոչ մի ընդառաջում ոչինչ չկա։ Ես որ հաշվանդամ եմ, ես առևտուր չեմ կարողանում միշտ անեմ, ոչ հացի գնալ, ոչ բան մանավանդ եւ հեռու էլ է, ես ամիսի մի 2 անգամ խնդրում եմ, որ մեքենայով ինձ ուղեկցեն, եւ աչքի պատճառով, եւ ոտքի, եւ բան, իսկ իրանք այդ մեքենայով չեն թողում ինձ ներս ու դուրս անեմ։ Ու ինձ թվում է մենակ իմ համար է այդ։ Խոչընդոտներ կան, բայց ոչ բոլորին։ Նախանցած ամիս էլ ես անձամբ սննդամթերքը մեքենայի մեջ, ինձ իջացնել են, տվել ներքևը, խնդրել եմ, որ թույլ տվեք ունեմ, ալյուրը, սնունդը ներս բերեմ, ինձ ասել է գնա տար, որ իմանաս ինչ է, ինչ չի թույլ տվել նորից։ Ես ամեն անգամ պետք է ինձ մարդ գնա իրան ասի, որ ուրիշի անվան տակ թույլ տան, բայց ինձ չեն թույլ տալի, ես սահմանափակում են իմ իրավունքները, ես չգիտեմ ինչի համար։ Ես ուզում եմ իմանամ ինչն է պատճառը, որ Հայաստանի քաղաքացի եւ հաշվանդամ լինելով հանդերձ այսքան խոչընդոտներ են հանդես գալի իմ հանդեպ։ Ունենց մարդկանց մեքենաներ է գալիս, որ իրանք առողջ են։ Եթե սահմանափակված է, իրենց մեքենաներն էլ իրավունք չունեն։ Ինչ են մտնում ստե։ Եթե սահմանափակ է, ազգանուններ կան, որ այդ ազգանունների տերերին առողջ մարդիկ մտնում դուրս են գալի։ Գալիս են եւ ներս ու դուրս անում են առանց մի բանի։ Իրանց մեքենաները կանգնած է իմ տան կողքը։ Եթե սահմանափակում է մեքենա չի, իրանք էլի սահմանափակված, թող դուրս գալուց ստուգեն այդ մեքենան։ Եթե երկաթ ռելսեր է տանելու այստեղից, իրանք այդքան լավ պահապաններ են իրանց տերիտորիայից 320 կիլանոց 3 հատ մատոր տարան։ Բայց ժողովրդին բնակիչին չեն թողում գնա իր սնունդը տանի։ Հարավկովկասյան երկաթուղի դառնալուց հետո մեզ բնակարան պետք է հատկացնեին, հանրակացարանից հանեին։ Մենք ունենք բնակարաններ, որ մեզ են հատկացրել, բայց մինչև այսօր չեն տալի։ Եվ տունը չտալուց հետո էլ հանրակացարաններ չեն թողում մտնենք դուրս գանք։ Դա է խնդիրը մեզ մոտ, որ ուզում ենք վարձացնենք հարևաններով, բնակիչներով։ Մենք դիմել ենք, մեզ ասել են տվել են, բայց մեզ չեն տվել, մենք մինչև այսօր ապրում ենք ստե։ Այս դիմումները ունենք գրած, որ բողոքել են քաղաքապետարանից, բանից եկել է, թե այս ինչ փողոցում տվել ենք, այն ինչ տեղը տվել ենք, բայց ուր է տված։ Թող մեզ տան, այս տարածքից դուրս գան, ոչ իրանց կխանգարեն, ոչ էլ իրանք մեզ կխանգարեն։